Արցախյան կողմը հերքում է ռուսական լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն վարկածը, թե ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն այցելել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված Արցախի ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռի կործանման վայր։ Այսօր Սերյան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ 1 միլիարդ դրամ ֆինանսների նախարարությանը, 22 միլիոն դրամ էլ արտգործնախարարությանը, պետական բյուջեի պահոստային ֆոնդից նոր հատկացումներ, որքանով է արդյունավետ պետական բյուջեի առանց այն էլ սուղ միջոցներն ուղղել այս կամ այն նախարարությանը։ Շանտաժի միջոցով թե այլ ձևերով են հարկատուներին պարտադրում, որպիսի բյուջե վճարումներ կատարեն։ 2014 թվականին հունվարից մինչև հոկտեմբերի 1-ը Գագիկ Խաչատրյանի ղեկավարած նախարարությունը շուրջ 143 միլիարդ դրամի գերավճար է հավաքել։ Դեկտեմբերի 10-ին երյակը հանրահավաք ու երթ կանի։ Այսօր խորհրդարանում տեղի ունեցած երյակի ուժերի հերթական հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակով արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը։ Ստեփանակերտը երկրորդ անգամ է դիմում Կարմիր խաչին ուղղաթիռի խոցման վայրում գտնվող օդաչուների մարմինները հայկական կողմին վերադարձնելու խնդրանքով։ Արցախի ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը, խնդրելով միջնորդել նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված Արցախի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունների որոնման ու դուրսբերման հետ կապված գործողությունների անցկացման հարցում։ Իսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն այցելել է արդյոք Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված Արցախի ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռի կործանման վայր, թե ոչ։ Այս մասին տեղեկություններն իրարամերժ են։ Ռուսական լրատվամիջոցները շրջանառում են այն վարկածը, համաձայն որի Անջեյ Կասպրչիկն այցելել է աղետի վայր եւ անվտանգության երաշխիքներ է ապահովել։ Հայկական կողմից սակայն այս տեղեկությունը հեշկվում է։ Արցախի նախագահի մամլոխոսնակ Դավիթ Բաբայանը մեծ զրույցում վստահեցրեց, թե մոնիթորինգի ժամանակ Կասպրչիկը դեպքի վայրում չի եղել, իսկ տարածված լուրերը նա ապատեղեկատվություն համարեց։ Նշենք նաև, որ Արցախի հանրային հեռուստաընկերությունը եւս հրապարակել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի հարցազրույցը, որտեղ վերջինս հայտարարում է, որ պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ-ի առաքելությանն անվտանգության երաշխիքներ չի տալիս ընկած ուղղաթիռի վայրի զննություն իրականացնելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարության մամլոյցարայության տարածած հաղորդագրության համաձայն այսօր Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու եւ դիակները վերադարձնելու ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահող երկրների կողմից իրականացվող քայլերի համակարգմանն առնչվող հարցեր։ Նշվում է հաղորդագրության մեջ։ Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը։ Օրակարգում ներառված հարցերը գործադիրը հաստատել է միաձայն։ Կառավարության որոշմամբ 22 միլիոն դրամ գումար կհատկացվի Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած գերատեսչությանը, որի ընդունումը բխում է կառավարության կողմից 12 թվականին ընդունված մեկ այլ որոշումից, համաձայն որի հայ օտարերկրյա քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնց մշտական բնակության երկրում ստեղծվել է արտակարգ իրավիճակ, ազատվում են Հայաստանի Հանրապետության անձնագրերի համար նախատեսված պետական տուրքի վճարումից։ Առաջարկությունից հետո Հովիկ Աբրահամյանը դիմեց գործադիրի անդամներին, թե արդյոք նրանք ունեն հարցեր եւ դեմ կարծիքներ չեղան եւ որոշումն ընդունվեց միաձայն։ Միաձայն ընդունվեց նաեւ կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ղեկավարած գերատեսչությանը կհատկացվի 1 միլիարդ դրամ գումար, որով նախատեսվում է Բելարուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման կամ նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքները կատարելու համար։
Նկատենք, որ գրեթե յուրաքանչյուր կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը այս կամ այն գերատեսչությանը պետական բյուջեի պահոստային ֆոնդից գումար հատկացնելու որոշում է կայացնում, այդպես էլ չհիմնավորելով, թե որքանով են արդյունավետ պետական բյուջեի առանց այն էլ սուղ միջոցներն ուղղել այս կամ այն նախարարությանը։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց նաև Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Հայաստանի Հանրապետության կողմից լիազոր մարմին է ճանաչվել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը, իսկ Ռուսաստանի Դաշնության կողմից լիազոր մարմին է ճանաչվել Հայատոմ Սերվիս ընկերությունը։ Խնդրում եմ պետական կառույց է։ Պետական կառույց։ Հարցեր զեկուցողին։ Դեմ կարծիքներ չկա, հաստատում եք։ Գործադիրի այսօրվա նիստն անաղմուկ չընթացավ, երբ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկում էր թույլատրել պետական գույքի կառավարման վարչությանը ֆինանսների նախարարության աշխատակազմին ամրացված Երևան քաղաքի Կիևյան երկրորդ նրբանցքի թիվ 18 հասցեում գտնվող բնակելի տարածքը դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամաս նոտարել դասական հաճույքով Հովիկ Աբրահամյանն առարկեց։ Բայց մարդիկ ինչ պայմաններով են դեղ ապրում։ Անհատույց օգտագործման պայմաններով, վարչապետ, տնտեսական դատարանը 2007 թվականին։ Հասկացա, հարցը իմ հարցին պատասխան։ Հիմա ես մարդիկ այնտեղ ապրում են։ Հիմա այս պահին է։ Բայց ինչ եք անում, հիմա օտարում եք մարդկանց թողին փողոց։ Ես չեմ հասկանում, Ես բանոց եք կոմիտեում հասկացել այդ հարցը։ Երկխոսությունն այսքանով ավարտվեց, Աբրահամյանն առաջարկեց նախագիծը կառավարության օրակարգից հանել եւ կրկին քննարկել։ Կառավարության ծրագրած 5.2% տնտեսական աճի փոխարեն պաշտոնական տվյալներով ունենք շուրջ 3% տնտեսական աճ։ Չիրականացված տնտեսական աճի պարագայում սակայն կառավարությունն ապահովել է 100% հարկահավաքություն, ինչը տնտեսագիտորեն անհավանական է համարում հականդամ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Վերջինս բացատրում է չիրականացված տնտեսական աճի պարագայում 100% հարկահավաքություն ապահովել հնարավոր է դարձել գերավճարների կամ որ նույնն է կանխավճարների շնորհիվ։ Պարզ ասած, որոշ գործատուներ նախապես վճարել են հաջորդող տարիների հարկերը։ 2014 թվականի հունվարից մինչև հոկտեմբերի 1-ը Գագիկ Խաչատրյանի ղեկավարած նախարարությունը շուրջ 143 միլիարդ դրամի գերավճար է հավաքել։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը բացատրում է, ինչու են ծանր պայմաններից դժգոհող գործարարները այդքան հարկային կանխավճարներ կատարել։ Շանտաժի միջոցով կամ այլ ձևերով հարկատուներին պարտադրում են, որովհետեւ նրանք վճարումներ կատարեն բյուջեում։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի պայքար ստվերի դեմ հայտարարությունը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի համար ենթադրում է ցույց տալ, որ պայքարն իրականացվում է։ Եռամսյակը 1 ամփոփվող թվերն այդ մասին են վկայում, բայց ոչ թե ստվերից դուրս բերված հարկերի, այլ կանխավճարների շնորհիվ։ Գումարները պետք է վերադարձվեն հարկատուներին կամ այդ գումարները վճարված են եկող կամ հաջորդ տարիների համար արդեն։ Այսինքն հարկային մարմնի աշխատանքային ոճը դա է, այսօր ես պլանս կատարեմ այսպես ասած, ցույց տամ, որ գիտեք ինչ կա անհրաժեշտ հարկահավաքությունը կատարվել է, բայց իրականում այդ հարկահավաքությունը չի կատարվել, որովհետև դրանք կատարվել են ապագայի հաշվին։ Հայաստանի հարկային մարմինների տարիների գործելավոճին ծանոթ տնտեսագետը ենթադրում է ստվերից դուրս են բերվում հենց այն գործարարները, որոնք ասենք օրինակի համար չեն ցանկանում գերավճարներ թողնել։ Միևնույն ժամանակ լուծվում է Հովիկ Աբրահամյանի խոստացված ստվերի դեմ պայքարի հրապարակայնեցման հարցը։ Գագիկ Խաչատրյանի ղեկավարած հարկային ծառայության կայքը պարբերաբար թարմացվում է ստվերից դուրս բերված գործարարների մասին տեղեկություններով, որտեղ ասվում է, թե ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում լրացուցիչ հարկային պարտավորություններ են ներկայացվել օրինախախտ ընկերություններին։ Մենք կապվեցինք ստուգումների արդյունքում խախտումներ հայտնաբերված ընկերություններից մի քանիսի հետ։ Դանդի Փրիշ Մետալ Սկապան ՓԲ-ն, որի ակտի գումարը կազմել է 3.8 միլիարդ դրամ, ակտը վիճարկում է դատարանում։ Այդ մասին մեզ տեղեկացրեց ընկերության ֆինանսական բաժնի տնօրեն Նորայր Աղայանը։ Արաքս թռչնաֆաբրիկայի իրավաբան Դանիել Մնացականյանը ևս տեղեկացրեց, որ 34.3 միլիոն դրամի ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու հայցով դիմել են դատարան։
Հիդրոէներգաշին ՍՊ-ից էլ մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրին 56.6 միլիոն դրամի չափով ակտավորվել են շուրջ 3-3.5 տարի առաջ, վիճարկել են դատարանում, ապա հաշտության եզրեր են գտել հարկայինի հետ։ Գործը կարճվել է, իսկ իրենք վաղուց վճարել են ակտի որոշ մասը։ Ստացվում է մի քանի տարի առաջ վճարված կամ դատարանում ներկայումս վիճարկվող ակտերը ֆինանսների նախարարությունը ներկայացնում է որպես լրացուցիչ վճարման ենթակա գումար։ Ինչն է խանգարում ֆինանսների նախարարությանը դատարանում վիճարկվող ակտը որպես իրականություն ներկայացնել դատանի որոշումից հետո նոր միայն։ Ոչ է, որը գալիս է խորհրդային միությունից, որտեղ իսկապես այդ անմեղության կանխավարկածը չկար, ուղղակի կար վերդիկտ, որոշում էր նոմենկլատուրան, որ մեղավոր է եւ վերջ, առանց ապացույցների։ Հիմա նույն ոճը շարունակում է, որովհետեւ իրականում էլ այդ նույն նոմենկլատուրան կուսակցական այսօր Հայաստանի Հանրապետությունում է իշխանության։ Ազգային ժողովում ոչ իշխանական երյակի ուժերի ներկայացուցիչներն այսօր հերթական հանդիպումն են անցկացրել։ Ավարտից հետո Հայ ազգային կոնգրեսի падգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե որոշվել է, որ դեկտեմբերի 10-ին ժամը 13-ին երյակի ներկայացուցիչները կհավաքվեն Ազատության հրապարակում, կհնչեն ելույթներ, որոնք նվիրված կլինեն Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, ինչպես նաև երյակի ընդհանուր անելիքներին, ապա տեղի կունենա երթ։ Սակայն այս պահին չկա հստակ տեղեկություն այն մասին, թե արդյոք կուսակցությունների ղեկավարների մասնակցությունը հանրահավաքին ու երթին նախատեսվում է։ Լևոն Զուրաբյանն ասել է նաև, որ երյակը քննարկում է նաև մարզերում հանրահավաքներ անցկացնելու հարցը։ Երյակի օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակով արտահերթ նստաշրջան հրավիրելուն, ինչի համար ազգային ժողովում ստորագրահավաք են նախաձեռնելու։ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը քննարկում են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացման հարցը լրագրողների հետ հանդիպան ժամանակ նման հայտարարություն է հնչեցրել Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Վարչակազմի ներկայացուցիչի խոսքերով պատժամիջոցների խստացման շուրջ բանակցությունները երկրների առաջնորդները քննարկել են դեռ մեծ 20-յակի գագաթնաժողովի ժամանակ նպատակ ունենալով օժանդակել ճգնաժամի մեջ գտնվող Ուկրաինային։ Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտանմայերը հայտարարել էր, որ Եվրամիությունը մոտ ապագայում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չի նախատեսում։ Իսպանիայի խորհրդանի ստորին պալատը երկրի կառավարությանը կոչ է արել ճանաչել Պաղեստին պետությունը։ Այդ փաստաթուղթը սակայն խորհրդանշական նշանակություն ունի։ Այն օրենսդրական հետևանքներ չի ունենա, հայտնում են իսպանական լրատվամիջոցները։ Փաստաթուղթն ընդունելու նախաձեռնությամբ հանդես է եկել ընդդիմադիր իսպանական սոցիալական աշխատավորական կուսակցությունը, դրան են միացել իշխող ժողովրդական կուսակցությունը եւ այլ քաղաքական ուժեր, սակայն նրանցից յուրաքանչյուրը օրինագծում իր ուղումներն է մտցրել։ Ըստ ժողովրդական կուսակցության ուղղման Պաղեստինի ճանաչումը պետք է կողմերի միջև բանակցությունների հետևանք լինի, որը խաղաղություն եւ անվտանգություն կերաշխավորի երկու պետությունների համար։ Նշվում է նաեւ, որ Իսպանիան Պաղեստինը պետք է ճանաչի Իսրայելի հետ համագործակցության երաշխիքի համար։ Իսրայելում մահացել է Երուսաղեմի սինագոգում նախօրեին հարձակման ժամանակ վիրավորված ոստիկանը, ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, զոհերի թիվը հասել է 5-ի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով եւս 7 մարդ դերևս գտնվում են հիվանդանոցներում։ Համաձայն տեղեկության 30-ամյա ավագ սերժանտ Զիդան Սիֆը եղել է երկու ոստիկաններից մեկը, ովքեր առաջինն են հասել դեպքի վայր։ Ծանր վիճակում տղամարդը հոսպիտալացվել է Երուսաղեմի Հադասա բժշկական կենտրոնում, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Հիշեցնենք, երեք առավոտյան կացիններով, դանակներով, ատրճանակներով զինված երկու պաղեստինցի ներխուժել էին Արևմտյան Երուսաղեմում Har Nov շրջանի սինագոգ։ Հարձակվողները սպանել էին 4 աղոթողների, եւս 8 մարդ վիրավորվել են։ Զոհվել են 3 ամերիկացի ու 1 բրիտանացի, նրանք բոլորը նաեւ Իսրայելի քաղաքացիություն են ունեցել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կատարված նամբաները աղոթելու համար հավաքված ու նողկալի մարտահրավերների կողմից սպանված հրեաների հանդեպ այրունալի հաշվեհարդար։ Արդյունքում նա հրաման է արձակել հողին հավասարեցնել երկու հարձակվողների տները։ Քրդական ինքնապաշտպանական ուժերը վերականգնել են վերահսկողությունը Քոբանի քաղաքի կենտրոնի վրա, որը նախկինում զավթել էին Դաիշի գրոհայինները, հաղորդում են տեղի լրատվական գործակալությունները։ Քաղաքի կենտրոնում ժողովրդական աշխարհազորային ուժերը ռազմական հատուկ գործողություն են իրականացրել, որի արդյունքում 13 աղաբեկիչ է չեզոքացվել եւ 6 շինություն ազատագրվել։ Նշվում է նաեւ, որ աշխարհազորայինները կարողացել են զավթել զինամթերքի մեծ պահեստ, որտեղ գտնվել են նռնական նետեր, դիպուկահարային հրացաններ եւ մի քանի հազար փամփուշտ։ Հոնկոնգի կառավարական շենքի մոտ կրկին բախումներ են տեղ ունեցել ցուցարարների եւ ոստիկանության միջև։ Տասնյակ ցուցարարներ շնչառական դիմակներով փորձել են կոտրել օրենսդիր մարմնի շենքի ապակյա դռները եւ գրողով վերցնել այն։ Իրավապահները ռետինե մահակներ եւ արցունկաբեր գազ են կիրառել։ Անկարգությունների որոշ մասնակիցներ ձերբակալվել են, կան նաեւ վիրավորներ։ Հիշեցնենք, Հոնկոնգում ցույցերը շարունակվում են արդեն 2 ամիս։ Նրանք Պեկինից պահանջում են վերացնել 2017 թվականի Հոնկոնգի նոր ղեկավարի ընտրության սահմանափակումները, ապահովելով դրա ազատ եւ համաժողովրդական բնույթը։
Ձիանառատեղումների հետևանքով կաթվածահար է եղել Նյու Յորք նահանգի որոշ շրջանների ավտոմայրուղիներ, ավելի քան 200 կիլոմետր ճանապարհահատված դարձել է անանցանելի։ Տեղի ոստիկանության տվյալներով ձյան մեջ է մնացել 150-ից ավելի ավտոմեքենա։ Նահանգի իշխանությունները արտակարգ միջոցառումներ են ձեռնարկում տարհանելու վարորդներին, ոստիկանները ծածկոցներ ու տաք իրեր են բաժանել նրանց։ Տեղի լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն անսպասելի ցրտի հետևանքով 4 մարդ մահացել է։ Նահանգի 10 շրջաններում իրավիճակն այնքան է բարդացել, որ նահանգապետ Էնդրյու Կուոմոն ստիպված է եղել արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանել։ Ըստ իշխանությունների ձյան բարձրությունը գերազանցում է կես մետր։ Ձյունը ամբողջությամբ փակել է տների դռները, որոշ դեպքերում նաև ավերել ոչ այնքան ամուր շինությունները։